Օրհնյալ Կիրակի սիրելի եկեղեցի, եկեք մի հատ փառք բարձրացնենք մեր Աստծուն։ Մեր Աստված արժանա չէ, որ մենք ամեն ժամանակ փառաբանենք Նրան։ Արժանա չէ, որ ցնծանք ուրախանանք Նրա առաջ։ Ուրեմն մի խնայի քո ձեռքերը վեր բարձրացնելու, մի խնայի քո ձայնը Նրան երգելու, ոտքերդ կանգնելու Նրա առաջ ու փառաբանելու Նրան ամեն ժամանակ։ Եկեք օրհնենք մեր Աստծուն հավիտյանս հավիտենից, քանի կանք, քանի հնարավորություն ունենք։ Պիտի բարձրացնեմ քեզ, ով իմ Աստված, ով Թագավոր, եւ պիտի օրհնեմ քո անունը հավիտյանս հավիտենից։ Ամեն օր պիտի օրհնեմ քեզ եւ քո անունը պիտի գովեմ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Այո, ամեն փառքը մեր Տիրոջը, կարող ես եւս մեկ անգամ բարձր ծափարել եւ օրհնել Նրան եւ միասին ինչպես այս երգն ասում վեր կաց եւ օրհնի Տիրոջը, փառաբանիր ու երկրպագիր Նրան։ Փառք Հիսուսին, փառք մեր ամենակարող Տիրոջը, հալելույա։ Ողջ փառքը Նրան, ամեն։
հետ հրճակես, ասես ես չեմ կարող ապրել։ Ես չեմ կարող Ուրախությունը պատմել Տեր։ ուրախությունը իմ, ես չեմ կարող պահել, ուրախությունը իմ, ես չեմ կարող պահել, Հալելույա։ ուրախությունը իմ, ես չեմ կարող պահել, ուրախությունը իմ, Այո, սենց այ է ես չեմ կարող պահել, ուրախությունը իմ, ես չեմ կարող պահել, ուրախությունը իմ, նա ինձ մաքրեց, գործած ներքերից, ես հիմա ազատ եմ ինչ շոշոր մտքերից, ազատ եմ վերջապես։ Այո, փառք Տիրոջը, հալելույա։ Ողքինիդ ասա վեր կաց միաբան օրհնենք մեր Տիրոջը, ասա ես պիտի ցնծամ և ուրախանամ, ասա վեր կաց միաբան պաշտենք և ասենք դու ես մեր Տերը, մեր Թագավորը, մեր Արարիչը և դու միակ Աստվածն ես ում պիտի պաշտենք մենք։ Վեր կաց և օրհնիր Տիրոջը, վեր կաց և գոչի, վեր կաց և օրհնիր Տիրոջը, փառք տուր Հիսուսին, վեր կաց և օրհնիր Տիրոջը, վեր կաց և գոչի, վեր կաց և օրհնիր Տիրոջը, փառք տուր Հիսուսին։ Նա միակն է, նա արդար է, նա միակն է, նա ամենն է, նա միակն է, Եվ ես ուզում եմ երգել նրան հիմա։ Այո, դե վեկած և փառք նրան, հալելույա։ Ասա ինչքան շունչ ունենամ պիտի գովեմ իմ Տիրոջը։ Ասա ինչքան շունչ ունենամ պիտի պաշտեմ իմ Տիրոջը, որովհետև արժան է մեր Տերը։ Այսօր նրա մեծ ողորմությունն ու սերն է, որ այսօր մենք այստեղ միաբանված ենք նրա անունով, որ մենք գիտակցորեն հասկանում ենք, թե ով է մեր Տերը, բայց ասա Տեր, ես ավելի եմ ուզում քեզ ճանաչել, ես էլ ավելի եմ քեզանում ուզում խորանալ, էլ ավելի խորասուզվել, պաշտել և գովել ասուն, որովհետև արժան է մեր Տերը։ Այո, կարող ես բարձր ծափարել և օրհնել Տիրոջը, երգել մեզ հետ միասին, նրան փառաբանել և օրհնել, գովերքել և ասել Տեր, ողջ փառքը բարձրացնում եմ քեզ այ, օրհնում եմ անունդ Տեր, և այս գովասանքը փառքը Տեր, պատկանում է միայն քեզ, հալելույա, ողջերը քեզ Տեր, ամեն։ Գովասանք, տակ
Հարկ դուր Տիրոջը, կարող ես բարձր ծափարել, ասել Տեր, շնորհակալ եմ քո ներկայության համար, Հայր։ Ուզում եմ շարունակել քեզ օրհնել, երկրպագել եւ փառաբանել։ Արդյոք այսօր ուրախ ես եկել, ուզում եմ որ մի հատ սենց աս, Տիրոջ առջև ասես Տեր, քո անունն եմ ուզում փառաբանել ու երկրպագել։ Իսկ Տիրոջ անունը պիտի ավելի ուժեղ, ավելի ցնծությամբ երկրպագենք ու փառաբանենք։ Ամեն։ Այո, որտեղ Աստծո բանակն ենք մենք, իսկ Աստծո բանակը պիտի հաղթական օրհնություն ունենա մեր Տիրոջը, ամեն։ Աստծո բանակն է գնում
բարձր ծափարել օրներ եւ ասել փառք Տեր, փառք եւ փառք Հավիտյան ամեն։ Կարող եք նստել։ Փառք Տիրոջ, հալելույա։ Այ մարդես օրես ինչ անակնկալներ են անում ես աղբերներս ինձ։ Տերը օրհնի, Հրաչան, մեր Միքայել եղբայր, Լիլիթ քույր, շնորհակալ ենք Աստծուց, որ այստեղ եք։ Տերը օրհնի ձեզ։ Փառք Տիրոջը, փառք Աստծո, որովհետև այս տունը Աստծունն է, ամեն, եւ դռները բաց են, եւ այստեղ կարող են մտնել ցանկացած Աստծո որդի զավակ, որպես իրենց հոր սեփականություն։ Ամեն։ Այնպես որ ձեր հոր սեփականությունն է։ Երբ կուզեք եկեք։ Փառք Տիրոջը։ Ալելույա, փառք Աստծո։ Թանկագին Աստծո ժողովուրդ, ես ուզում եմ մի հատ կողքինիդ ասա հավատքը չկորցնես։ Մի հատ էլ վատ բան ասա գայթակղություններ պիտի գան, բայց ես ու դու մեր հավատքը ամուր պիտի պահենք, ամեն, ալելույա, փառք Աստծո։ Գիտեք, սիրելիներս, մենք պարտադրված բաներ կա, երբ որ մենք նայում ենք աշխարհին, մեր շրջապատին, որ պարտադրված այնպիսի թեմաներից ենք ուզում խոսել, որպիսի քիչ մը զգաստանանք, չէ՞։ Երբ որ մենք իսկապես մի քիչ մեր զարթուն, արթուն վիճակները կորցնում ենք, ինչ է լինում, սիրելիներս, արդեն տեսնում ենք, հասել ենք միտեղ, որ կարծես չենք կարողանում իրավիճակներին հաղթահարել եւ հասնում ենք միտեղ, որ սկսում ենք տրտունջը, բողոքը, սրտնեղությունը, չէ՞, այցելում է հերթով, բայց Աստծո խոսքը մեզ ուրիշ բան է ասում, հազարավոր տեղեր, մեզ զգուշացնում է վերջի օրերի մասին, թե ինչեր պիտի լինեն, ինչեր են կատարվելու, մարդկան որակն անգնելու, եւ իմացեք, ոչ միայն աշխարհինը, քրիստոնյաների որակը պիտի ընկնի։ Եվ մենք տեսնում ենք, սա դատելու համար չեմ ասում, շատ անգամ որ տեսնում ենք որակապես քրիստոնյաները փոխվում են։ Մեր որակի չափանիշը որն է։ Աստծո խոսքը եւ մի նախադասությամբ Հիսուսը ասեց. նմանվեցեք ինձ, որ հեզ եմ ու սրտով խոնար։ Որակի չափանիշը էլ որն է, որ մենք մնանք հավատքի եւ սիրո մեջ։ Շատ կարևոր են հավատք եւ սեր միասին։ Բայց ըստ վիճակագրական տվյալների, երբ որ մենք նայում ենք, տեսնում ենք իսկապես Հիսուսի մարգարեությունը կատարվել է եւ կատարվում է։ Վերջին օրերի մասին, Մատթեոս ավետարան 24 գլուխ բոլորդ գիտեք, չէ՞։ Ինչեր պիտի լինեն։ Եվ ըստ որակական ու քանակական տեսակետից մենք տեսնում ենք, որ երկու համաշխարհային մեծ պատերազմները 20-րդ դարում տեղի ունեցավ։ Եվ տեսնում ենք, որ ավելի մեծ ճգնաժամ է ապրում այսօր երկրագունդը, աշխարհը, մարդկությունը, բայց ինձ ու քեզ ինչ դրանից վախենանք, սարսափենք, ես ու դու պիտի ավելի զգաստանանք, ավելի մեր հավատքը պահենք
Եվ որքան որ նեղությունները շատանա, որքան որ անօրենության խորհուրդը սկսի գործել, ինչ պիտի անենք, մեր հավատքը պահելով սպասենք մեր Տիրոջը։ Ով չգիտի, որ ժամանակավոր է երկրի վրա, ով չգիտի, որ անցողի կա երկրի վրա ամեն բան, եւ միշտ այս հույսը ունենալով սպասենք եւ ասենք արի Տեր Հիսուս, սպասում ենք քեզ։ Բայց մինչև դա ասելը մենք պիտի պատրաստվենք, թե ոչ, սիրելիներս։ Կողքինի տասա, օրինակ, որ Տերը վաղը գա, պատրաստ ես, հələ անկեղծ, ով է պատրաստ, հալելույա, պատրաստ մեկը կա, պարկ Տիրոջը, ժողովուրդ ջան, այո, պիտի անձնակնություն անենք և ինչ անենք, ասենք Հիսուս, շնորհք տուր մեզ, որպիսի պատրաստվենք, շնորհք տուր մեզ, որպիսի Տեր, իսկապես կարողանանք քեզ դիմավորենք, ամեն, ալելույա, բայց ուզում եմ կարդամ 2 Տիմոթեոս 3 գլխից, որտեղ առաքյալը Տիմոթեոսին խորհուրդ է տալիս և հիշեցնում, նաև այն ինչ որ գրված է, Աստծո խոսք իր զորությունը չի կորցնում, Աստծո խոսքը հինացած չի, թեպետ շատ հնուց էր գրված, ինչու, որտև Աստված ամենատես, ամենագետ, դու 5 տարի հետո չգիտես քեզ հետ ինչ պիտի լինի, բայց նա գիտի։ Ինքը ամենը գիտի, ամենագետ Աստված է, և դրա համար գրվեց, Ետին օրերը չար ժամանակներ են գալու։ Տեսնենք այդ ինչ է նշանակում չար ժամանակներ գալը։ Եվ ինչ անենք մենք այս չար ժամանակների մեջ։ Խորհուրդ ինձ ու քեզ։ Սա գիտացիր, որ հետին օրերումը չար ժամանակներ կգա, որովհետև մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուշկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի ցանկասեր, քան թե Աստվածասեր։ Այս դուք որ գնաք տուն, մի հատ մատերի վրա հաշվելով ու ձեր անձը քննելով, հələ կտեսնեք սրանից որևէ բան կա ձեր մեջ, թե ոչ, թե կարդալով կամ լսելով, չէ, սա վերաբերվում է Զոյա քրոջը, սա հաստատ վերաբերվում է Տիգրանին, մի բան էլ, որ կողքիդ քրոջ աղբոր մոտ նկատես, կասես, այդ տոչնի ինքնա, բայց ինչ ենք անում, մենք ամեն բան վերցնում ենք մեզ համար, մեր անձը քննելու, որպիսի ապաշխարենք։ Ու տեսեք, եթե այս պտուղները, այս վարքագիծը, այս խոսքերը գրվեցին, ժողովուրդ ջան, նաև խորհուրդ էլ է տալիս, համ դու քեզ քննես, համ էլ այսպիսի անձանց ուշադիր լինես, որպիսի չխառնվես, որպիսի իրանց խորհրդի մեջ չկենաս։ Գիտես, բարի բաները ոնց որ այդքան վարակիչ չեն, բայց չար բաները վարակիչ են։ Օրինակ մեկի սիրտը նեղա, մեկը այն մեկին վատ բան արե նեղացրել է։ Մարդը մանգալի տեսնի, ելով է նրանից նեղված, գնան իրար հետ բողոքի ցույց։ Հա, բա, այսպես, այնպես, չէ, այլ փոխարենը
մտքով նորոգված մարդը ինչ կանի, կասի, այո, կաղոթեն, աղբերս, քուրս, բեր մեր ես տկար քուր, աղբոր համար աղոթենք, բայց եթե մարդկանց տեսակ կա, որ չեն ուզում ապաշխարեն, գոնե մենք մեր անձը պիտի անարատ պահենք, զերծ պահենք, սիրտանող ճանապարհը գիտեք, չէ, որոնք են աչքեր եւ ականջ, ինչ կլսես, ինչ կտեսնես, քո սիրտը կամ կապականվի, կամ էլ եթե լավ բաներ լսվի, ավելի սրտիդ մեջ հավատքդ կզորանա, սերդ կշատանա, ամեն, փառք Տիրոջը, եւ ուզում եմ հիմա նույն գլխի 10-ից 14-ը կարդանք, բերեք թողնենք, հլտեսնենք սրա համար մեզ ինչ է ասում, բայց դու հետևեցիր իմ վարդապետությանը, վարմունքին, դիտավորությանը, հավատքին, երկայնամտությանը, սերին, համբերությանը, հալածանքների, չարչարանքներին, ինչպես որ եղան ինձ Անտիոքում և Իկոնոյում և Լյուստրիայում, ինչպես հալածանքների համբերեցի և ամենիցը ինձ ազատեց Տերը և ամենը, որ կամենում եմ աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսումը, հալածանք պիտի կրեն, ովքեր որ ուզում են աստվածապաշտ կյանքով ապրեն, հալածանք պիտի կրեն, ինչ հետաքրքիր է, չթաքցրեց, Աստեղ շատ վարքագծեր, ասեց մարդիկ ամբարտավան, հպարտ, գորոզ, հայհոյիչ, անհնազանդ, ապերախտ, աստվածապաշտության կերպարանքը ունեն, բայց նրա զորությունը ուրացած են, օրինակ աստվածապաշտության կերպարանքը որն է, գիրք եմ կարդում, աղոթք եմ անում, եկեղեցի եմ գալի, բայց բնավորությունս չի փոխվում, ոտս կոխում են, ես փորձում եմ ավելի ուժեղ իրա ոտը կոխել, ատում եմ, ավելի ուժեղ ատելություն եմ ցույց տալիս, գիտեք, հեշտ է ուրիշինը նկատել, հələ մի հատ քննենք, մենք արդյոք աստվածապաշտության կերպարանքի մեջ ենք, բայց սրտով ազատագրված չենք, Տիմոթեոսին խորհուրդ է տալիս, ասում է, բայց Տիմոթեոս, դու ինձանից այդ չսովորեցիր, բայց իմացի, որ ինչ խորհուրդներ ես քեզ տվեցի, թանկագիններս, մենք պիտի ընդունենք այն խորհուրդները, որ Տերը ուղղել է մեզ, հալածանքներին, չարչարանքներին, պատկերացնում եք, մենք գիտենք, թե աստվածապաշտ կյանքը ուղղակի շատ հեշտ, օրինակ հալածանք ինչ եք հասկանում, կարող է դու արդար ես, սուրբ ես, լավն ես, բայց քեզ հալածեն, կարող է դու բարին ես անում, ամեն ինչ ճիշտ ես անում, բայց քեզ նախատեն, չարչարեն, ինչ հետաքրքիր է, երբեմն ապստամբության և բողոքի ցույցերա, չէ դուրս գալի մեր ներսից, այ մարդ այսքան լավ բաներ արի, ես գնահատված չեմ, այ մարդ այսքան սենց, ինչ եմ արե, ոչ էլ կխոսեմ հետը, ոչ էլ կբարևեմ, պատկերացնում եք, բայց զգուշացրեց, ցանկացած աստվածապաշտ մարդ, կողքինի տաս աստվածապաշտ ես դու, որոշել ես, ասա մինչև վերջ Աստծուն պաշտես, ով է որոշե մինչև վերջ Աստծուն պաշտի, լավ հայտնություն, մենք պիտի չարչարվենք,
Մենք պիտի հալածվենք, մենք պիտի նախատվենք, մեզ պիտի չհասկանան, բայց կողքինի տասա, դա չի խանգարում, որ ես ու դու լինենք բարեպաշտ։ Համաձայն եք։ Ինչի համար, օրինակ ինչի համար, որ ինչ հույսով, որովհետև գիտեմ, ինձ երկնքի արքայություն է սպասում, որովհետև գիտեմ, առանց սրանց ես երկնքի արքայություն չեմ մտնի, եթե մի բան ասում են պարտադիր է, ուրեմն պարտադիր է, ամեն ժողովուրդ ջան, և օտար բան չհամարեք, օտար բան, մենք հավատքից ետ դառնող չենք, կողքինի տասա, ասա ես ու դու հավատքից ետ դառնող չենք, ինչ էլ ուզում է լինի, ամեն, բայց դա որոշում է, չէ, եթե դու սրտիդ մեջ որոշում ես կայացնում, հավատա, Տերը շնորհք կտա, եթե դու ցանկություն ունես, փափագ ունես, Աստծո խոսքը բռնես, դու փափագ ունես, ճշմարտության մեջ մնաս, դու փափագ ունես երկինք գնալու, ինչ պիտի անես, Աստծո խոսքը ամուր պիտի բռնես, և մենք գիտենք շնորհք տվողը մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսն է։ Փառք Տիրոջը։ Ես ուզում եմ առաջի Թեսաղոնիկեցիների 5-րդ գլուխ առաջի խոսքից կարդանք, տեսնենք շատ թղթերի մեջ է, որ Տերը իրեն ծառաների միջոցով հորդորում են վերջին օրերի համար։ Եվ ես ու դու պիտի իմաստուն լինենք, որ հասկանանք ու չտարուբերվենք։ Նեղությունը գալիս է, օրինակ մարդկանց տեսակ կա, մի ժամանակ ես էլ էի անցահավատքի հալածանքները շատացավ, նեղությունները շատացավ, Տերը օրհնի հրաճախպորը, ես իրա մասին ձեզ պատմել եմ, այս են հրաճախպերն է, որ մի անգամ աղոթք է անում, գործից դիմում էի գրե դուրս է եկե, որտև ես անիրավ բան չէի կարող անել, մասնագիտական բանա ես չեմ կարող սխալ ստորագրություններ, սխալ բաների վրա սխալ բաներ անեմ, որտև դժոխքից վախենում եմ։ Շատ ծանր օրեր, իրավիճակներ, աղոթում եմ, ասում եմ Տեր, բա դու չես տեսնում, ես հանուն արդարության, հանուն քեզ, ես դժոխք չեմ ուզում, բայց նեղություններս էլ տեսնում ես։ Հավատում եք, իսկապես շատ ծանր իրավիճակ։ Եվ ծնկի եկած աղոթում եմ երեխեքի հետ, մեկ էլ այս հրաջ եղբայրս մեր տուն եկավ, մենք չենք պայմանավորվել, ոչինչ է, որ պատմեմ հրաջ ջան, որ ես կարող է չհիշես, ես ինչ եմ պատմում, բայց ես կհիշես հետո, եկավ մեր տուն, ուրեմն ասավ Նատաքույր ջան, հաճախակ էր մեր տուն գալի կարտոշկայի ժարի թթու տենց դնում էի, մի հաճ ժարի տարա, սենց լավ են թթվով ուտենք, ասի հրաջ ջան, չկա ոչ թթու եմ դրե, ոչ էլ կարտոշկա կա։ Վերջը, այս աղբերս ինչ ուզեց բան, ասի չկա, երևի քձիպ էի դարձե, են էլ բայց գիտի որ չէ քձիպ չէի, այդ օրը հրաջ աղբերս լավ փող էր աշխատե, ասմա գիտես ես ինչի հարցրի, հագնվի, հիմա գնում ենք շուկա, ասմա Տերը ինձ ասելա, այսօրվա ամբողջ աշխատավարձը պիտի տանես ու այդ քրոջը տաս, առևտուրն էլ անես, ասի լուրջ ես ասում, բայց աղոթք էինք արե ու էտա
հագնվեցի ու գնացինք։ Փառք Տիրոջը, գիտեք ես ինչի եմ պատմում, որ Տիրոջ երկյուղը այնպես սուրբ լինի մեր մեջ, ոչ թե ես լավն անձ եմ ներկայացնում, ես վախում էի դժողքից, ես վախենում էի, ասում էի, բա որ Հիսուսը գա, հենց վաղը գա, եւ այն ժամանակ գիտես Փառք Տիրոջը ժողովուրդ ջան, գիտեք ինչպես էին ներկայացնում, Տիրոջ ոտնաձայները լսվում է, գալուստը մոտ է, ու ամեն օր այն որ ասում է չամադաննի, ասում ենք լավ, այսօր չեկա, ուրեմն վաղը կգա, այ այդպես անկեղծ հավատացել եմ եւ շատերը, ու ասում էի ինչի համար, բա որ վաղը գա չհասցնեմ, բա ոնց կապաշխարեմ, այ ստեղա, որ մենք չխառնվենք աշխարհին, չխառնվենք այս անօրենների հետ, եթե մենք Աստծո խոսքը պահենք, Աստված էլ մեզ է պահելու, ինչպես իրավիճակներ կգա, Տեր օրհնի Սվետ Քրոջս, այո, գողիաթներ կլինեն, անհաղթահարելի բաներ, որ քեզ կթվա թե հնարավոր չի, բայց ամեն բան հնարավոր է Հիսուս Քրիստոսով, նեղությունները կարող ենք հաղթահարել Հիսուս Քրիստոսով, տառապանք, հալածանք, չարչարանք, մեզ զորացնող Հիսուսով, որը որ պարտադիր է, մենք պիտի անցնենք, մի կարծեք անցել եմ, հիմա էլ անցնում եմ, տարբեր են նեղությունները, տարբեր, և ամեն մեկիս մոտ տարբեր կլինի, ինչ պիտի անենք, համբերենք, դիմանանք, շնորհք խնդրենք, նպատակը որն է, որ ինչ դիմանամ, երկինք եմ ուզում, դժոխք չեմ ուզում, Տիրոջս ներկայությունն եմ ուզում, ամեն, արժե չէ, այս ժամանակավոր կյանքի մեջ համբերենք, արժե թե ոչ, Ալելույա, Փառք Տիրոջը, հիմա լավ, Թեսաղոնիկեցիների 5-ի առաջինից կարդանք, նորից տեսնենք, նորից Պողոսի թուղթն է, բայց այն ժամերի և ժամանակների համար եղբայր պետք չի գրել ձեզ, որովհետև դուք ինքներդ հաստատ գիտեք, թե Տիրոջ օրը ինչպես գիշերվա գող այնպես կհասնի, վասնզի երբ որ կասեն թե խաղաղություն և ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի կհասնի նրանց վրա կորուստը, ինչպես ցավը հղի վրա, և նրանք չեն պրծնիլ, ստեղ մի հատ կետ դնենք, նրանց, ում վրա, կողքինի տասա դա քեզ չի վերաբերվում, իրոք դա քեզ չի վերաբերվում, եթե մնաս հավատքի մեջ, որովհետև ինձ և քեզ վրա գողի պես պիտի չգա, ես ու դու պիտի իմանանք, նախանշանները տված է, հիմիկվանից մենք իմանում ենք, չէ, հիմիկվանից մենք կզգաստենք, օրինակ դուք հետևում եք ինչ է կատարվում, ավելի չէ կզգաստանում, ավելի է կզգաստանում, ավելի եք Աստծո խոսքի մեջ մնում, որովհետև մենք պիտի լսենք ձայնը, մենք պիտի իմանանք, ինչի, հիմա ես ասենք ինչի, շարունակում է, ես չեմ ասում, էլի Տիրոջ խոսքն ասում, իսկ դուք եղբայր խավարումը չեք, որ այդ օրը գողի պես ձեր վրա հասնի, դուք ամենքդ լույսի որդիք եք և ցերեկի որդիք, գիշերինը չեք և ոչ խավարինը, ապա ուրեմն չքնեք ուրիշների պես, բայց արթուն և զարթուն լինեք, որովհետև նրանք, որ քնում են, գիշերն են քնում, և նրանք, որ արբենում են, գիշերն են արբենում, իսկ մենք ցերեկինը լինելով արթուն լինենք, հագած հավատքի և սերի զրահը և փրկության հույսի սաղավարտը,
Ալելույա, ալելույա։ Մենք խավարինը չենք։ Մենք ցերեկինն ենք։ Գիտեք, ոչ թե մենք գիշերը պիտի չքնենք, չէ, իր սիրելիներին հանգիստ քունա տալի։ Սա ուրիշ բան ասում, որ մեր միտքը չխավարի, որ մենք իսկապես լույսի մեջ ենք, Աստծո խոսքը լույսնա, չէ։ Հիսուսն ասեց. Ես եմ լույսը։ Մենք նրանով լուսավորված ենք։ Այ որ պարագայում մեր վրա կգա, երբ որ արթուն ու զարթուն չլինենք, երբ որ մենք էլ քնենք։ Այսինքն սկսենք խավարամտությունը, սկսենք անստապ վիճակները։ Շատերը կան, չէ։ Ասма Եվասին տիրոջ գալուստը այդ ծառայարակը գիտեք, չէ, ուշանում է, գնաց կերավ խմեց եւ մեկ էլ Տերը եկավ։ Հիմա շատերն էլ երբեմն դե կհասցնենք ապաշխարենք։ Լսեք, կարող է վաղը հենց քեզ համար քո վերջի օրնա, դու ինչ գիտես։ Ահել ջահել չկա։ Ինչ գիտես։ Չէ, դեռևս հլը մեկի հետ խոսում էի, չի ասма, ես չեմ կարծում, դեռևս նշաններ կա, որ պիտի կատարվի։ Բայց քեզ ինչ։ Քեզ ինչ։ Այսինքն մինչև սպասում ես վերջի նշանն էլ կատարվի նոր ապաշխարես, միգուցե չհասցնես։ Մենք պիտի զգաստ լինենք։ Զգաստ, ինչ է նշանակում զգաստ։ Օրինակ, զինվորները միշտ զգաստ են, չէ։ Ծառայության մեջ միշտ զգաստ են։ Որովհետև հանկարծակի հրամանատարը կարող է հայտնվել, չգիտես որտեղից, բայց միշտ զգաստ ֆորմի մեջ։ Մենք էլ միշտ զգաստ պիտի լինենք։ Այսինքն արթուն, զգաստ, որ չխառնվենք աշխարհին։ Ինչպես ուրիշներն են մտածում, այդպես չմտածենք, ինչպես ուրիշներն են գործում, այդպես չգործենք։ Եվ հեշտ է, գիտեք, որ համոզում են, դե ախպերը սենց չի, խոմենակես չի, ոնց կլինի, այս երկրում ինչ կլինի, չես կարա արդար ապրես, չես կարա դու սուրբ ապրես, իսկ ինչի չէ, ինչի չէ, չէ որ շնորհքը Հիսուսից է, մի հատ հարց տուր, ոչ թե ասա չես կարա, արդյոք ուզում ես, իսկ փափագում ես, որ քեզ արդարացրել է Հիսուսը, դու այդ արդարության մեջ մնաս, ապրես, քեզ սրբացրել է, շնորհք խնդրես, ուզում ես, առաջինը մի հատ ստուգիր, այ սա է, որ դու արթուն պիտի լինես, սա է, որ դու զարթուն պիտի լինես, որ միշտ զգաստ, և բացի դրանից, ժողովուրդ ջան, ինչ ասում, հավատքի և սիրո զրահը հագած և փրկության հույսի և ասма հույսի սաղավարտը, որտեղ կա հավատք, այնտեղ կա սեր։ Ժողովուրդ, եթե հավատքդ առանց սիրոյա, ասեմ, մի անց կա, որ նրա մեջ բացարձակապես սեր չկա, դա սատանան է, բայց զորավոր հավատք ունի, նա չի կարող և ես ու դու չենք կարող ասենք, մենք էլ այտենց լավ հավատք ունենք, նրա հավատքը շատ զորավոր է, որտև Աստծո մոտից հանգ է, երկնքի զորությունների մասին գիտի, ամեն բան գիտի և հավատում է, բայց սեր չկա, ընդհակառակը, ատելություն, չարություն, դաժանություն։ Երբ որ դու էլ հավատք ունենաս, ասма հավատք, որ մինչև լեռները տեղափոխես, հավատք, որ մինչև հրաշքներ ինչեր անես ու սեր չունենաս, ոչինչ ես։ Ուրեմն
հավատքը սիրո հետ միասին է գործադրվում, իմացեք։ Եթե դու հավատք ունես, այո, հավատք ունեմ, ինձ լավ է լինելու, ես հավատում եմ, Տերն էս անելու, ես հավատում եմ, ու սա քեզ համար լավ է լինելու, բայց դու չես ասում հավատքի մարդ։ Տերը քեզ ասում է հավատքդ սիրով գործադրի, ինչպես սիրո հատկանիշները գիտեք, չէ՞, հանրահայտ, առաջի Կորինթացիս 13 գլուխ, սերը իրենը չի փնտրում, չի գոռոզանում, չի հպարտանում, ամեն բանի համբերում է, ներում է, զիջում է, անվայել վարմունք չի ունենում։ Հիմա մի հատ նորից անձնաքննություն։ Մեր սեփական անձի համար համաձայնեք, նորից անձնաքննություն կատարենք, արդյոք իսկապես սիրո հատկանիշները իմ մեջ առատ են։ Եվ նույն Կորինթացիների 13-ի վերջում ասում է, եթե հավատք երկրի վրա է հատկավոր, հույս երկրի վրա, բայց սերն է երկինք գնալու, սերը, որտև երկնքում սեր է, երկնքում չկա ատելություն, երկնքում չկա գոռոզություն, երկնքում չկա անվայել վարք, երկնքում ամեն բան կատարյալ է, կատարելություն եւ ամեն բան կարգուկանոնի։ Ինչ որոշենք, թանկագիններս, ապաշխարենք, թե մնանք։ Մեր հավատքը ինչի համար է, որ երկրի վրա ամեն բան ստանանք, այո, հավատամ, որպեսզի բժշկվեմ, շատ լավ, իրականում Աստված այնքան բարի է, այնքան ողորմած է, Հիսուսը անցնելիս ով կարիք ուներ, ով հավատում էր, իրոք բժշկվում էին։ Նայում էր հավատքին, հավատում ես, բժշկություն ա ուզում, բայց ասա հավատքից հետո այն շնորհակալ սիրտը ունենան եւ ճիշտ մաքուր կյանքը ունենան։ Ասա քո բժշկությունդ Աստծո փառքի համար լինի եւ դու էլ բժշկված ծառայես քո Տիրոջը, դու էլ Աստծո փառքը ցույց տաս։ Թանկագիններս, Աստված ծաղր չի, ասում է ինչ ցանեք, այն էլ կհնձեք, համաձայնեք, ինչ ցանես, բարին անես, բարին ես տեսնելու, չարն անես, չարն ա քո մոտ գալու, բայց մենք այդպես չսովորեցինք։ Տիմոթեոս, դու այդպես չսովորեցիր, հետևիր վարդապետությանը, համբերությանը, չարչարանքին համբերելով, ամեն ինչ գիտես, աստվածապաշտները պիտի նեղություն ունենան, պիտի չարչարանքներ կրեն, բայց կարամ ասեմ աստվածապաշտեմ և նեղությունների ժամանակ մի հատ հաստափոր բողոքի գիրք, որ գրեմ կգրվի, ոնց անեմ, չեմ կարում, չեմ դիմանում, գործերս վատ ա, հալածում են, դե ասում ես գործից կհանեն, դե։ Ես քանի վաղտը մեկի հետ խոսում էի, ամբողջ իրա խոսակցության մեջ, ժողովուրդ, հոգևոր մարդ, մի հատ դրական բան բերանից չլսեցի, քիչ մնաց, որ ասեմ լավ, ոնց անենք, բայց են, որ ասմա զայրացած ասի, տնաշ են, քո կողքը նստողը, քեզ լսողը, այսքան խոսում ենք, ժամուկից մի հատ դրական բառ չլսեցի քեզանից,
սաղ բողոք, սաղ մեղավոր են, ինքը չի կարում, իր համար ամեն ինչ անհնար է, չի ստացվում, դե հետո ասում ես են ոնց կարողանամ ճիշտ ապրել, մի ապրի, գնա դժողք, քո ընտրությունն է, իմ ընտրությունն է, ես ընտրել եմ նեղությանը դիմանամ, բայց իմ Աստված էլ խո չի թողում, խո նեղությունս չի հարատևում, մերտ ընդ մերտ, կերպ, փորձություններ, նեղություններ լինում են, ու ես հասկանում եմ, ինչ լավ է այդ նեղությունները, որ անցել եմ, այսօր ինչ էի վկայելու, Տերը ոնց էր ասելու, խոսալու, գնա քրոջդ օգնի, ալելույա, փառք Տիրոջը, բայց ես սովոր չէի, որ զանգեմ նեղություններս պատմեմ, սովոր չէի, սուսփուս, բայց Տերը գիտի, հլը տեսնում է, որքան ես համբերում, նեղության մեջ գոհանում ես, նեղության մեջ համբերում ես, թե սաղ մեղավոր են, իշխանավորները մեղավոր են, պետությունը մեղավոր է, երկիրը մեղավոր է, հերդ մերդ մեղավոր են, երեխեքդ մեղավոր են, մեջների սուրբը ես ու դու ենք, չէ, բայց բերեք, գոհանանք, փառք տանք, շնորհակալ լինենք, ասենք Տեր, իմ սիրտը լցրու գոհությամբ, ինձ օգնի Տեր, երկինք եմ ուզում, օգնիր չարչարանքներին դիմանամ, դու տեղյակ ես, չէ, դու տեղյակ ես, չէ, որ ինձ այսքան չարչարում են, եթե քո դուրը գալիս է, ես ուզում, լավ ես անում, մեկ նեղությունների կամ դժվար պահերին, ասում եմ պապ ջան, յուղս ես ուզում հանես, գիտեք չէ, օրինակ, որ ծաղիկից ուզում էին լավ դուխիները, լավ հոտավետ ծաղիկներից է, գիտեք չէ, բայց ինչ են անում, ճզմում են, որպիսի բույրը դուրս գա, հիմա, մինչև մենք չճզմվենք, մեզանից բույր դուրս չի գա, մնայունը այդ լավ բույրն է, ամեն ժողովուրդ ջան, այնպես որ մտքով նորոգվեք, հաշտվեք, մի բողոքի ցույցեր արեք, սերը հագեք, ասում որը կատարելության կապն է, մենք պիտի իսկապես հասկանանք, մենք պիտի զորանանք, մենք պիտի Աստծո խոսքը, որ տրված է մեզ, ամուր բռնենք, հաշտվենք, որքան էլ դժվար լինի, ձևը կա, այո, չենք ասում հերոս ենք, աղոտ, խնդրի, շնորհք խնդրի, թե ինչի համար է սա, բայց ես ու դու պիտի մեր զգաստությունը չկորցնենք, մենք պիտի հասկանանք, ում հետ ենք նստում, ինչով ենք սնվում, ինչ ենք խոսում, ինչ ենք լսում, զգաստ պիտի լինես, որովհետև նույն այդ Տիմոթեոսի թղթի մեջ ինչ ասավ, այդ տեսակներից, որ տեսնում ես, այս հատկանիշները կա, չէ, ասմա, այդ տեսակներից հեռու մնա, ինչի ասում հեռու մնա, որտև կվարակվես, ժողովուրդ, եթե դու շատ մեկի հետ շփվես, ընկերություն անես, որ անընդհատ նեգատիվ, բացական, վատ վարք, ուզես, չուզես, մեկ էլ կհայտնաբերես, որ դու էլ ես արդեն հավատքդ կորցնում ես, քո հավատքի վրա պիտի ազդի, այնպես համոզիչ խոսքերով են ասում, լուրջ եմ ասում, ես որ շարունակ լսում էի, բայց իրականություն էր ասում, գիտեք,
ինքը սուտ չէր ասում, որ ես ասեմ սուտ էր ասում, իրականությունը դա էր, անենց համոզիչ խոսքերով էր ասում, որ չգիտեիր ինչ ասես, մի տեսակ պահի տակ մոլորվում էիր, լավ ինչ ասեմ, ինչով մխիթարեմ, բայց լտես ինքը մխիթարություն ա ուզում, չէ, ուզմա դու էլ իրա հետ դուդուկ նվագես, ինքը մխիթարության կարիք չունի, ուզմա որ դու էլ ասես, հա, ճիշտ ես, ախպեր ջան, հա, էլի, ես ինչ երկրում ենք ապրում, հա, էլի, ես ինչ էլ հարազատներ ունես, պատկերացնում եք, սատանայ ուզածը, երբ որ մեկին բռնում ա, տկարության մեջ գցում, օգտագործում, նախո մեկով չի բավարարվում, արի, հլը գնա, մի հատ կարողացի սրան էլ հունից հանի, բայց փառք Տիրոջը զգաստությունս չկորցրի, որ ասма քիչ էր մնում, ասի չէ Տեր, ես ոնց որ հավատքիս վրել ազդում, ժողովուրդ ջան, այ միշտ եթե սա մենք մեր աչքի առաջ ունենանք եւ միշտ հավատքով լցված համբերությամբ մենք սպասենք Տիրոջը, ինքը ելքը կտա եւ այդ տեսակներին դու պիտի պատասխան ունենաս ասելու ախպերս դու աստվածապաշտ ես, չէ, օտար բան չի քեզ մոտեցել, հələ կողքինիդ ասա նեղություն ունես, օտար բան չի նեղությունը, հալածանք ունես, օտար բան չի, չարչարանք, տարապանք, օտար բան չի, համբերելով քո աստվածապաշտությունը կերևա, 73 Սաղմոսի մեջ, երբ որ Սաղմոս 2-ն ասում է, նայեցի աշխարհի մարդկանց, նայեցի մինչև անգամ իրանց են մեռնելու ժամանակներն էլ ուտում, խմում են, շատ լավ, պարարտ են, ասում է, երբ որ նայեցի իրանց, քիչ մնացի գայթակղվեմ, քիչ մնացի փոշմանեմ, զղջամ, թե ես ինչի սրբվեցի, ինչի ապաշխարեցի, լինում է, չէ, սկի այդպիսի հարդ ձեզ տվել են, բա ոնց է այեն, ոչ էլ հավատացյալ է, հլը ինչ ճոխ ապրում, հլը ինչ սիրուն մեքենաներ ունի, հլը նայի նրա երեխեքի հագու կապը, հլը նրա շքեղ տունը նայի, ու անդադար, չէ, հլը նայի, ես էլ մեկին ասի, հլը նայի աղքատ Ղազարոսին, են հարուստի վերջը նայի, բայց Ղազարոսը երկնքում հայտնվեց, ժողովուրդ ջան, ու նույն Սաղմոս 2-ն ասում է, բայց երբ որ մտա Տիրոջ սրբարանը, ցույց տվիր նրանց վախճանը, եւ զգաստանում է, լավ կերակուրների մեջ չի, շքեղ տների մեջ չի, շքեղ մեքենաների մեջ չի, ամեն ինչ անցողի կա, ամեն բան, ինչ որ երկրի վրա կա, գրված է, Նոյի օրերը, առաջի աշխարհը ինչպես ոչնչացավ, ջրհեղեղով, չէ, Պետրոսի թղթերի մեջ գրված է, իսկ այս երկրորդը ոնց պիտի ոչնչանա, կրակով, ասում է ամեն բան կրակի մեջ կտարալուծվի, փառք Տիրոջը, բաց ինձանից ու քեզանից, գիտեք ինչի, մենք երկնքում կլինենք, մինչև այդ կրակները գա, Տերը մեր հետևից գալու է, մենք պիտի հափշտակվենք, ալելույա, փառք Տիրոջը, բայց ստեղ մի հատ կետ դնենք, եթե, մի հատ սառը ջուր, եթե հավատքի և սիրո մեջ մնանք հույսով լցված, զգաստ լինենք, կողքինի տասա, զգաստ լինենք, հավատքի և սիրո մեջ կենանք և հույսով լցված, անպայման կհափշտակվես, ամեն, դե հիմա կարող ես ծափահարել Աստծուդ, փառք Տիրոջը, թող փառաբանության թիմը բարձրանա,
Այո, սիրելիներս, մեր կյանքը պահված է երկնքում։ Մենք աշխարհինը չենք, մենք խավարինը չենք, մենք լուսով որդիներ ենք եւ մենք պիտի լույսի մեջ բնակենք։ Մենք պիտի չվախենանք ոչ նեղությունից, ոչ տառապանքից, ոչ չարչարանքից։ Ինչու պիտի չվախենանք, ինչու, որովհետև զորած Տերը մեզ հետ է եւ Պողոս առաքյալն էր ասում էր. ամեն բան կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով։ Գիտեք, որ կարդում ենք հալածանքներին կարող եմ դիմանալ, չարչարանքներին, նեղությանը, տառապանքին, սովին, սրվածությանը, ինձ զորացնող Հիսուսին, Տերը կզորացնի ինձ եւ քեզ։ Ամեն, որովհետեւ Աստվածապաշտները նեղությունով պիտի անցնեն։ Փառք Աստծո, զատո երկնքում, հավիտենական կյանքի մեջ, սիրո, խաղաղության մեջ, որտեղ ոչ լաց կա, ոչ սուկ կա, ոչ տխրություն ու տրտունջ կա։ Ամեն, փառք Տիրոջը, բայց մենք այստեղից պիտի պատրաստվենք, նորից ասենք, մենք պիտի լինենք զգաստ, մենք պիտի մնանք հավատքի եւ սիրո մեջ, երկնքի հույսին սպասելով։ Ամեն, Տերը օրհնի ձեզ, կանգնենք աղոթքի։ Փառք քեզ ամենակարող Աստված, փառք քեզ Սուրբ եւ հզոր, մեծարում ենք քո սուրբ պատվական անունը, մեր Տեր, մեր Աստված, մեր Թագավոր, մենք սիրում ենք քեզ, մենք պաշտում ենք քեզ, երկրպագում ենք քեզ, Տեր, իսկապես անկախ մեր տկարություններից ասում ենք սիրում ենք քեզ, Տեր, օգնիր, իրոք վերջի ժամանակներն են, որովհետև նախանշանները դա է ցույց տալի, որովհետև մարդկանց վարքագիծը տեսնելով հասկանում ենք, որ չար օրերի մեջ ենք, Տեր, բայց մենք պիտի չար օրերի մեջ մեր հավատքը, մեր սերը պահենք երկնքի հույսով, շնորհք ենք խնդրում, շնորհք տուր մեզ, զորացրու մեզ, նորոգի մեզ, թող մեր մտքի մեջ խավարումներ չլինի, թող մեր մտքի մեջ քո լույսը անդադար ճառագի եւ մեր սիրտը մաքուր լինի քո առաջ, մաքրիր Տեր, մաքրիր Տեր, զորացրու Տեր, հավատքներս բարձրացրու Տեր, համբերություն տու, թանկագին Սուրբ Հոգի, քո պտուղներով լցրու մեզ, կարիքը տունենք, առանց քեզ մենք չենք կարող, բայց ուզում ենք, բայց փափագում ենք, մենք երկինք ենք ուզում, Հիսուս, մենք երկինք ենք ուզում, ու ասում ենք շնորհակալ ենք, երկինք տանող ճանապարհ, Հիսուս Քրիստոս, որ դու ես ճշմարտությունը, ճանապարհն ու կյանքը, եւ ամբողջ ժողովուրդը ասում է, մենք ընտրել ենք քեզ, Հիսուս Քրիստոս, շնորհակալ ենք, զորացրու մեզ, եւ թող ամեն բանի մեջ փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, ալելույա, ամեն եւ ամեն, փառք Տիրոջը։